Արհեստական բանականությունը աստիճանաբար դառնում է կրթական գործընթացի անբաժանելի մասը։ Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի դպրոցները եւ բուհերը հնարավորություն կունենան օգտվել ChatGPT Edu եւ Codex հարթակներից, ստանալով 50,000 կրթական բաժանորդագրություն։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, թե նոր գործիքները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը, սակայն մասնագետները զգուշացնում են, տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատու կիրառությամբ։ Մեր հասարակությունում ակադեմիական անհատնողությունը բարձր մակարդակի վրա է, այսինքն արտագրելը, գրագողությունը դա դարձել են սովորական պրակտիկաներ եւ հիմա այս գործիքները իհարկե ցավոք նպաստում են, որ այդ ամեն ինչը էլ ավելի ուշ գնանա։ Փորձագետների դիտարկմամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրթական միջավայրում առկա խնդիրներին։ Այս դեպքում խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների առկայությունն է, այլ դրանց օգտագործման մշակույթը։ Եթե կրթական գործընթացը սահմանափակվի պատրաստի պատասխաններ ստանալով, ապա սովորողների մոտ կարող է թուլանալ ինքնուրույն մտածելու եւ վերլուծելու կարողությունը, ահազանգում են մասնագետները։ Կրթությունը առաջին հերթին մարդ-մարդ հարաբերություն է, ոչ թե մարդ-տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան մարդ-մարդ հարաբերությունը պետք է զարգացնի։ Եթե չի զարգացնում, ինքը նույնիսկ կարող է վնաս տա։ Մյուս կողմից էլ նախաձեռնությունը փորձագետները գնահատում են որպես ժամանակի պահանջ եւ դրական են արձագանքում դրան, սակայն զուգահեռ ընդգծում են, որ հաջողության գրավականը կրթական համայնքի պատրաստվածությունն է։ Արդյոք մերոնք պատրաստ են դա պատշաճ մակարդակով օգտագործել։ Այստեղ խնդիր է առաջանալու, որովհետև մարդիկ արհեստական բանականության գործիքները օգտագործում են ինչպես որոնողական համակարգը։ Հարթակների ներդրմանը զուգահեռ մասնագետների խոսքով անհրաժեշտ են վերապատրաստումներ, փորձի փոխանակում եւ միասնական մոտեցումներ, որպեսզի թե ուսուցիչները, թե աշակերտները կարողանան արդյունավետ կիրառել նոր հնարավորությունները։ Պետք է խաղի կանոնները սահմանվեն բոլորի համար նույն ձևի, այսինքն այնպես չլինի, որ այն մարդիկ, որոնք դրանից օգտվեն, նրանք որոշակի առավելություն ստանան։ Սա եւս անթույլատրելի է։ Փորձագետները պատմում են դեպքի մասին, երբ հանձնարարված աշխատանքն ամբողջությամբ գրվել է արհեստական բանականությամբ, իսկ համակարգը նույնիսկ հորինել է ու ներկայացրել գոյություն չունեցող մտածածին աղբյուրներ։ Կրթության մեջ արհեստական բանականության ներդրումը, ըստ մասնագետների, կարող է բացել նոր հնարավորություններ, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել ուսուցչի առանցքային դերը, որպեսզի նոր գործիքները դառնան ոչ թե գիտելիքի փոխարինող, այլ դրա ձեռքբերման արդյունավետ օգնական։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։